Ռուսաստանը փաստացի հարձակում է սկսել Սումիի և Խարկովի շրջանների վրա, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, հավելելով, որ վերջին օրերին հիմնական ուղղություններով ռուսական զորքերի հարձակողական գործողությունները գրեթե կրկնապատկվել են։ Ուկրաինական Դնեպր, Խարկով և Կրամատորսկ քաղաքներում երեկ ուշ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է ավելի քան 2 տասնյակ մարդ, վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հայտնել են տեղի իշխանությունները։ 60 երկրների նկատմամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել։ Աշխարհի խոշորագույն արտահանող Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը Սպիտակ տան ղեկավարի որոշմամբ կկազմեն 104%։ Չինաստանն ի պատասխան Միացյալ Նահանգներից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 84%-ի։ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկել ի պատասխան նախագահ Թրամփի նոր տնտեսական քաղաքականության, առաջին փուլում թիրախավորելով Միացյալ Նահանգներից ներկրվող մի շարք ապրանքատեսակներ, գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ նշանակության ընդհանուր առմամբ ավելի քան 20 միլիարդ դոլար արժողության ապրանքներ։ Պաշտոնական Բրյուսելը շեշտում է, որ ապրիլի 15-ից ուժի մեջ մտնող իր որոշումը պատասխանն է Եվրամիությունից ներկրվող ապրանքների համար Վաշինգտոնի կողմից սահմանված 25% մաքսատուրքին։ Հակաքայլերը կարող են ցանկացած պահի չեղարկվել, եթե Միացյալ Նահանգները համաձայնի արդար և հավասարակշռված բանակցային արդյունքի, հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Գերմանիայի պահպանողական քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի և սոցիալ-դեմոկրատների առաջնորդներն այսօր Բեռլինում կայացած համատեղալ սուլիսին ներկայացրել են կառավարական կոալիցիայի ստեղծման համաձայնագիրը։ Համաձայնագիրը ճանապարհ կհարթի նոր կաբինետի ձևավորման համար, որը կգլխավորի քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Փաստաթղթում այն քայլերն են, որոնք համաձայնեցրել են կոալիցիային միացած կուսակցությունների ներկայացուցիչները՝ պաշտպանական ծախսերի ավելացում, բնապահպանական մի շարք սահմանափակումների մեղմացում, էներգիայի աճող ծախսերի դեմ պայքարի միջոցներ, միգրացիոն քաղաքականության խստացում։ Մերցն իր ելույթում ընդգծել է՝ Եվրոպան կարող է շարունակել ապավինել Գերմանիայի վրա։